Ներից հետո ինչու եպիսկոպոսները չեն արտահայտվում եւ չեն արձագանքում իշխանությանը, ինչն է վախեցնում կամ կաշկանդում նրանց։ Ես չեմ կարծում, որ չեն արտահայտվում, բոլորն էլ արտահայտվում են։ Մենք փաստեր ունենք, որ ընդամենը 4-5 հոգի են։ Մայրաթորի տեղեկատվական հաղորդումներին եթե դիտեք, այնտեղ հստակ ասվում է, թե Գերագույն հոգևոր խորհրդի եւ թե եպիսկոպոսաց դասի հավաքական կամքը այնտեղ արտահայտված է։ Հավաքական կամքի մասին չենք խոսում, մենք իրավունք ունենք իմանալու նրանց մասնավոր տեսակետի եւ որպես թեմի առաջնորդ տեսակետի մասին։ Ինձ է հարցը ինձ է ուղղված, որ նրանցից ոմանք ԿՊԱ-ականների հետ ունեն շփումներ եւ ունեն կաշկանդվածություն։ Նման բան չկա։ Դա 100%-ով կարող եմ հերքել նման բան։ Իսկ նրանք բոլորը կողմ են, որ եկեղեցին այսպես խրող ձևով միասնականության կոչանի եւ պայքարի։ Չկա նման մտածելակերպ։ Եկեղեցին միակամ է։ Նիկոլ Փաշինյանը Ինչ որ արտահայտվել է միջով այդ թվում առաջնորդի դեմ հարձակումներին դիմակայելու մասով կներեք որ մեկին պատասխանենք ինչ անհասկանալի Նիկոլ Փաշինյանը հայտարարել է որ պետք է վեհարանը ազատել կաթողիկոսից նրան կհաջողվի դա ցնորամտություն է Ուրիշ բան չի կարող երեք օրով նվաճել են այդ տարածքը չմոռանանք վեհարանը չի եղել կներեք դա վեհարանը չի եղել դիվանատունն է եղել վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել Իսկ եթե հարձակվեցին մենք տեսնում ենք, չէ, ասում եք չի կարող, բայց ամեն ինչ հերթով Վեհարանը կեցավայր է, որևիցե մեկը իրավունք չունի այնտեղ մուտք գործելու։ Դիվանատունը տեսեք Սրբազան հայհոյելու իրավունք ունի։ Կներեք խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալը ապաշնորհություն է։ Տեսեք, ասում եք ովքեր խախտել են կուսակրոնության ուխտը չպետք է մոտենան խորանին։ Եվ ասում եք չեք վիճարկում այս հարցը, որովհետեւ մեկը չի քննարկում իմ ասածը ճիշտ է թե սուտ է։ Իհարկե հարցը թե ինչու որոշեցինք այդ հարցը հիմա բարձրացնել։ Արդեն դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, ես ինչ ասեմ։ Նայեք, խնդիրը կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի հարց է, կանոնական հարց է։ Դա աստվածաբանական դոկտրինա չէ։ Եվ նման հարցերը լուծվում է բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ։ Այս ընթացքում բազմաթիվ կարգալուծություններ եղել են դրանց հարցին։ Բայց ինքը մերկապարանոց, ամեն մերկապարանոց հարցերին չեն կարող մենք իրական պատասխանել։ Տեսեք, ասում են, այս ամեն ինչը հետևանք է նաև նրան, որ երբ որ օրինակ Սարդարապատ մուտքը կաթողիկոսի արգելվեց եւ լուրջ դիմադրություն չեղավ, դրանից հետո այլ հարձակումներ եղան, Սուրբ Պատարագին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն դեմարշ կար անընդհատ եկեղեցու դեմ, ընդ որում հենց 18 թվականից։ 18 թվականից մինչև այսօր երբեք չի հանդուրժվել։ Իսկ ինչ է կարելի, օրինակ Սարդարապատից հետո ինչ արեցի հոգեվոր։ Իսկ ինչ է կարծում, ինչ պիտի արվեր։ Եկեղեցին ինչ գործիքակազմ ուներ, որ աներ։ Չէ, գործիքակազմը եկեղեցու ինչ էր, որ պիտի աներ։ Այսօր տեսեք դուք միասնականության Միասնականություն եկեղեցին միշտ միասնական է եղել։ Այսօր ժողովրդի մեջ, բայց եկեք ընդունենք։ Բայց կներեք, մեկ վարքյան, եկեղեցին կամ հոգևորականը երբ ժողովրդի կողքին չեղել։ Բառերը ասում եք առանց մտածելու։ Որևիցե մի բան ցույց տվեք, հավաքներին ցույց տվեք, որ հոգևորական չի եղել։ Մի պայքար ցույց տվեք, որտեղ հոգևորականը չի եղել։ Ինչ որ դուք եք արել։ Այդ թվում Սրբազան նոր պայքար ինչ են միանում։ Ինքն էլ մասնակցությամբ պահպանել է ամեն ինչ։ Շատ բաներ հարցակումներից հոգևորականները պատնեշ են եղել, որ չի եղել։ Լավ, կներեք, ինձ սպասում եմ։ Կներեք, էլի։ Քաղաքական հետապնդումներից հետո կաթողիկոս հրաժարական։ Բացառում եմ, բացառում։